Այն թեստերը, որոնք ծավալուն են չափից դուրս, որ ժամանակ են խլում, դպրոցները մեզ աջակցում են, որ դպրոցում որ կազմակերպում ենք, այդ դպրոցը աջակցում է մեզ, արագ կարճ ժամանակամիջոցում պատճենահանում են, իսկ որը որ թեթև է, կարճ է, դա մենք կամ թելադրում ենք, կամ գրատախտակ են գրում։ Նախքան մարզային փուլի սկիզբը կմեկնարկի նաև վերապատրաստում անցած հանրակրթական հաստատության տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրած եւ հավաստագիր ստացած անձանց ատեստավորման գործընթացը, որը շարունակական կլինի։ Այն տնօրենները, որոնք որ վերապատրաստվել են եւ մինչեւ փետրվարի 5-ը հանձնել են իրենց անձնական գործերը, փետրվարի 17-ից մայրաքաղաքում նրանք նախարարի, փոխնախարարի եւ այդ հանձնաժողովի իհարկե հաստատված կազմու մասնակցել են մրցույթի ստանալու հավաստագրեր։ Դա կլինել է Երևանում։ Չնայած այս ուսումնական տարում շրջանավարտներ չեն լինի, այնուամենայնիվ բուհական քննություններից խուսափել չի հաջողվի։ Կանցկացվեն միասնական քննություններ, որի ընթացակարգը ոչնչով չի զիջի ավարտական միասնական քննություններին։ Այս տարի շրջանավարտներ չենք ունենալու, բայց մենք արդեն գնահատման թեստավորման կենտրոնից ստացել ենք իրենց այդ թղթերը, ստացել ենք համապատասխան հայտի ձևերը, այդ ձևերը մենք ուղարկել ենք բոլոր տարածքները, ցանկացող մարդիկ, որոնք անցյալի չեն ընդունվել, բանակից զորակոչվել են, գտնում են արտասահմանում, մենք գործուղած երեխաներ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դրանք գալու եւ մասնակցել են։ Փաստորեն գործընթացը շրջանավարտ չենք ունենալու, բայց բուհերը ընդունելություն իրականացնել են եւ միասնական քննությունը Կապանի տարածքում, Գորիս Կապան Սիսյան տարածքում ընտրված է Կապանի TV-ը դպրոցը։ Արդեն բավականին դիմորդներ են հայտագրվել, քննությունները կայանան Կապանի համարինը ավագ դպրոցում։ Այն աշակերտները, որոնք որ ավարտել են իրենց դպրոցը, դիմում են տվյալ դպրոցի տնօրինությանը եւ իրենք վերցում են հայտը ու լրացնում։ Հետո եթե հայտ չլինք, տնօրենը կասի, թե տվյալ հայտը որտեղից պետք է վերցի։ Մենք ստացել ենք գնահատման թեստավորման կենտրոնից, տվել ենք դպրոց կենտրոնին եւ այնտեղից ըստ տարածքների մենք բաժանել ենք, որպեսզի կարողանան, ասենք, արդեն կա դիմումներ, կա մարդիկ դիմել են եւ ստանում են այդ հայտերը մեկ ամսվա ընթացքում պետք է լրացնեն, որպեսզի հետագայում, ասենք, աշակերտներն են, երեխաները կարող են միտքը փոխեն, այլ բուլ գնան, չգիտեմ, էլ այդպես պետք է լրացնեն ու ներկայացնեն։ Իդեպ վաղ օլիմպիադան կանցկացվի Կապանի համար 3 միջնակարգ դպրոցում՝ օտար լեզուներից, քիմիայից, աստղագիտությունից եւ հայոց եկեղեցու պատմությունից։ Գրադարանային համակարգը եւս նորարարությունները գործնականում կիրառելու փուլում է։ Այստեղ բարբերաբար կիրառվում են աշխատանքային նորարարություններ, որոնց արդյունավետությունը կպարզվի առաջիկայում։ Փետրվարի 7-ին Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց Ստուգարք համայնքի ակումբագրադարանային միավորում հիմնարկի աշխատակիցների համար։ Նշենք, որ մասնակիցները նախօրոք տեղեկացված էին։ Ստուգարքային հանձնաժողովը բաղկացած էր 8 անդամից, որը նախագահում էր համայնքի ղեկավարի խորհրդական Կարինե Հովսեփյանը։ Ստուգարքի հիմնական նպատակը գրադարանների աշխատակիցների ունակությունների եւ հմտությունների գնահատումն է։ Լավ կադրը դա մասնագիտական առաջին հերթին կրթությունն է, հետո արդեն հմտությունների, կարողությունների, ունակությունների ձեռքբերում աշխատանքի պրակտիկայում։ Մենք ունենք նաև ոչ մասնագետներ, բայց երկարամյա աշխատանքային ստաժ ունեն, ես կարծում եմ 20-30 տարի գրադարանում աշխատողը արդեն պետք է հմտացած լինի իր աշխատանքում։ Պատասխանում են դժգոհ չենք։ Ընդհանրապես զուտ նորից եմ շեշտում, սա ծանոթանալ, ոչ թե ստուգել մարդկանց, այլ ծանոթանալ իրենց աշխատանքում իրենց կարողություններին, իրենց հմտություններին։ Ակումբագրադարանային միավորում հիմնարկի տնօրեն Սվետլանա Գևորգյանը գտնում է, որ սա լրացուցիչ հնարավորություն կտա աշխատողներին, որոնք մեծ պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու Ստուգարքին։ Ցանկացած կազմակերպությունում Ստուգարքը պարտադիր է տարին մի անգամ, որպեսզի մարդիկ իրենց վրա աշխատեն եւ ինչու՞ չէ ստուգենք իմանանք ինչքանով պատրաստ տվյալ աշխատանքի համար։ Այդ առումով գտնվում է քաղաքապետարանը ճիշտ է։ Ստուգարքը սկսվելուց առաջ հանձնաժողովի նախագահը մասնակիցներին բացատրեց անցկացման կարգը, պատասխանեց նրանց հարցերին։ Իդեպ մասնակիցների մասնագիտական ունակությունների ստուգումը կատարվեց բանավոր, նախապես տրված հարցաշարից ընտրված 10 հարց պարունակող հարցատոմսերով։ Հարցաշարը մեր մասնագիտության վերաբերյալ կար նաև հարցեր սահմանադրությունից, որը շատ կարևոր է յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, որ պետք է բոլորս դա իմանանք։ Հեշտ էր դյուրին էր եւ կարծում եմ բոլորի համար էլ հեշտ է, ինչպես ինձ համար։
Յուրաքանչյուր մասնակցի պատասխանից անմիջապես հետո հանձնաժողովի կողմից անցկացվեց պատասխանների գաղտնի գնահատում 0-ից 2 բալային համակարգով, որից հետո հանձնաժողովը հաշվարկեց հավաքած միավորների քանակն ու տոկոսը։ Ստուգարքը հաջողությամբ հանձնած են համարում 80 եւ ավելի տոկոս արդյունք ունեցող մասնակիցները։ 23 հոգի մասնակցել են ստուգարքին, 1 հոգի ստացել է 100%, գնահատական պատասխանները գնահատվել է 100%, Բեգլարյան Նայրան է կուզենայի շեշտել, Դավիթ Բեկ ակումբից, որը շատ լավ պատասխանեց, 18 հոգի 90-ից 98% ստացան, 2 հոգի ստացան 84% գնահատական։ Նշենք, որ երկու մասնակիցներ չեն հաղթահարել նախատեսված սահմանը։ Համաձայն օրենքի 60-ից 80% արդյունք ունեցող մասնակիցների գրադարանային համակարգում հետագա աշխատանքի նպատակահարմարությունը ենթակա է քննարկման ակումբագրադարանային միավորման տնօրենի կողմից։ Եթերում Խոստուփ հեռուստաընկերության Կապանլու լրատվական ծրագրի հիմնական թողարկումներ, ծանոթացեք նաև եղանակի տեսությանը։ Բարի գիշեր։